այդ արժանապատիվ խաղաղություն էլ մի հատ եկեք հասկանանք։ Նշել եք ձեր խոսքում, որ խաղաղությունը Հայաստանում ունի թշնամիներ, իդեմս ընդդիմության, ինչպես հասկանում եմ։ Եվ արդյոք ձեր պատկերացմամբ թշնամիների հետ խաղաղություն այս փուլում հնարավոր է։ Կա փաստաթուղթ, որի տակ կան ստորագրություններ, այստեղ սկսվում եւ ավարտվում է։ Իշխանությունը այս պահին թիրախավորում է եկեղեցին։ Հոգևորականը քիթը մտցնում է քաղաքականություն, պետությունը պիտի քայլեր ձեռնարկի։ Նշում եք, որ այս իշխանությունը միակն է, որը կարող է գյումրեցիների աչքերին պարզ-ճակատով նայել։ Ինչու եք այսքան վստահ։ Ենթադրում եմ, որ այս հարցը հնչելու է։ Արդեն իսկ 4 մանկապարտեզ հանձնվել է շահագործման։ 11 դպրոց, ճանապարհաշինությունը։ Այս ամենը արդյոք տարօրինակ կերպով չի համընկնում 2026 թվականին սպասվող ազգային ժողովի ընտրությունների նախաքարոզային ընթացքի հետ։ 5 տարբեր ուժեր փորձում են ղեկավարել քաղաքը։ Արդյոք այս պատկերում ինքներդ ձեր ուժին եւ ձեզ մեղավոր համարում եք։ Ես ուշիուշով հետևում եմ այդ խոշոր ներդրումային ծրագրերը եւ օտարերկրյա ներդրողներին արդյոք ներգրավելու են կոալիցիա կազմած ուժերը միասին։ Ինչ է անելու կառավարությունը, ձեռքերը լվանալու է երկրորդ քաղաքից ու սպասի մինչև տապալումը։ Մեզ ասում են, այդ ինչ է կարել, որ խոսում ենք, բա 30 տարի անեիք։ Մի անի թաղամասի լուսավորությունը, ինչ էր որ չեք արել։